քունը եւ օքսիտոցինը։ Եթե ձեր տղամարդը արագ քուն է մտնում սեքսից հետո, դա ոչ թե անտարբերություն է, այլ նորմալ ֆիզիոլոգիա։ Եվ դա ունի իր բացատրությունը։ Բանն այն է, որ սեքսի ժամանակ պրոլակտինի մակարդակը կտրուկ բարձրանում է, ինչը բերում է նրան, որ մարմինը թուլանում է եւ մարդը սեքսից հետո ուզում է քնել։ Հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ սեքսի ժամանակ պրոլակտինի մակարդակը 4 անգամ ավելի բարձր է, քան ինքնաբավարարման ժամանակ։ Այստեղից հետևություն, սեքսից հետո սիրելիի հետ քուն մտնելը ոչ միայն օգտակար է, այլ նաև հաճելի։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի քեզ գիշեր։ Շատերը մտածում են, որ եթե երկար տարիներ ունեցել են վնասակար սովորություններ, ապա որոշակի տարիքից հետո փոխվելը ուղղակի անիմաստ է։ Գիշերվա այսօրվա զրույցը կրկին թերապևտ Լամարա Մանուկյանի հետ է եւ մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես վնասակար սովորությունները կարող են ազդել սեռական առողջության վրա, կյանքի որակի վրա նույնպես։ Տիկին Լամարա, բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ, որ կրկին մեր հյուրն եք։ Բարի ուշ գիշեր, Վրեժ ջան, շատ ուրախ եմ նորից հրավերի համար եւ միշտ հաճույքով մասնակցում եմ ձեր հաղորդաշարին եւ կարծում եմ, որ շատ դիտում են մեզ։ Շնորհակալ եմ։ Եկեք փորձենք բացատրել, թե ինչ ասել է վնասակար սովորություն։ Շատերը հասկանում են օրինակ ավելորդ քաշը, ոմանք հասկանում են ծխելը, վերջիորչո փորձենք բացատրել ինչ է դա։ Վնասակար սովորույթները դրանք մի խումբ սովորություններ են, որոնք մենք մեր կյանքում օգտագործելով բերում ենք մեր առողջության վնասմանը, այսինքն նվազեցնում ենք ֆունկցիան, որոշ օրգան համակարգերում ձևավորվում են հիվանդություններ, այսինքն ֆունկցիոնալ կամ մորֆոլոգիական փոփոխությունների։ Հիմա ես ուզում եմ մի հատ այսպիսի կարևոր նրբություն նկատել, որ վնասակար են դառնում նույն սովորույթը չարաշահումից հետո։ Քանի դեռ մենք չենք չարաշահել, այդ սովորույթը դեռ վնասակար չէ։ Օրինակ վերցնենք շատ պարզ մի օրինակ սուրճ խմելը։ Եթե մենք օրական 1 կամ 2 գավաթ ենք խմում, բնականաբար վնասակար չէ, որտեղ մենք գիտենք սուրճը նաև ունի հակասկլերոտիկ ազդեցություն, տոնուսավորող ազդեցություն, հա, մեզ ավելի այսպես առողջություն է պատճառում, բայց եթե մենք օրական խմում ենք 6-7 գավաթ սուրճ, արդեն բնականաբար մենք ունենանք զարկերակային գերճնշման բարձրացում, կունենանք հաճախասրտություններ եւ այլ, ֆիզիկական կալցիումը, այո, կալցիումի նվազում, այսինքն այն պահից, երբ որ մենք փորձում ենք չարաշահել, դա կոչվում է վնասակար, բայց եկեք մի կարևոր բան նկատենք, որ դա չի կարելի ասել ծխախոտի նկատմամբ։ Լավ, չի կարելի ծխել քիչ, որովհետև 1 գլանակն էլ է վնասում, 3-4 տուփ ծխախոտն էլ է վնասում, այսինքն չի կարելի, կամ ծխում ենք, կամ չենք ծխում։ Այո, ես միշտ ասում եմ, որ ինձ բուժառուներն ասում են, բժշկու ջան, պակասեցրել եմ։ Գիտեք, առաջ մի տուփ էի ծխում, հիմա 10 հատ եմ ծխում, այսինքն 10 հատով պակասեցրել է, ուրեմն ինքը մտածում է, որ պետք է առողջական այն խնդիրը, որ ծխախոտը հանդիսացել է ռիսկի գործոն եւ զարգացել է այդ հիվանդությունը, հիմա այդ հիվանդությունը կբուժվի արդեն, որտեղ ինքը 10 հատիկով պակասացրել է ծխելը։ Այդպես չի։ Ծխախոտը, տեսեք, մենք իհարկե գիտենք, որ առաջի վնասակար սովորությունը արդեն ասենք, որ դա ծխախոտն է, որովհետև իսպառ պետք է հրաժարվել։ Եվ գիտեք, ես մի տենդենց եմ նկատել, որ ինձ համար շատ ցավալի է, հատկապես մեր հայ ժողովրդի մեջ, մինչև չի հասնում մի որևէ լուրջ առողջական խնդրի, սիրտանոթային պատահարի կամ թոքերի քաղցկեղի կամ մի որևէ լուրջ խնդրի, հենց այդ րոպեից ոնց է 65 տարվա ծխողը մի անգամից թողնում ծխել։ Իսկ մինչև այդ 65 տարին ամեն տարին ինքը պատճառաբանություն է բերում, որ չի կարողանում թողնել եւ այլ, չի ստացվում, փորձել է մի քանի օր եւ այլ, բայց հենց կա արդեն խնդիրը լուրջ, որը ինքը հասկանում է, որ իր կյանքին է վտանգ սպառնում, այդ ժամանակ թողնում է։ Ես ուզում եմ, որ մեր գիտակցությունը այնքան բարձր լինի, որ մենք բժշկի խորհրդով, բժշկի հետ խոսելով, երբ որ բժիշկը մեզ արդեն ներկայացնում է, որ այս հիվանդության զարգացման դուք շեմին եք եւ ձեր համար ծխախոտը համարվում է որպես ռիսկի գործոն, այդ պահից մենք գնանք տուն եւ որոշենք, որ այլևս չենք ծխում եւ ոչ թե պակասեցնելով, այլ միանգամից թարգելով։ Եվ ասեմ ձեզ, դա ստացվում է։
չկա ոչ մի պատճառաբանություն, որ կարելի է չծխել։ Հատկապես սեռական կյանքի վրա մենք գիտենք, որ ծխախոտը ինչքան բացասական ազդեցություն ունի։ Իհարկե, ժամանակի ընթացքում բերում է եւ արյան շրջանառության վատացմանը, եւ հետագայում նաեւ սերմնայեղուկի որակական ու քանակական ցուցանիշների վատացմանը, եւ շատ հաճախ մեզ ձեզ ասում են դե թույլ ծխախոտ եմ ծխում, դե անցել եմ այս տարբերակի, այն տարբերակի, էլեկտրոնային, սիգարետային, որոնք չեն այրվում եւ այլ իբր եւ տոքսիկ նյութերը քիչ են եւ միայն տեսեք, ես հասկանում եմ վնասի նվազեցման պարագայում, այո, որոշ չափով էլեկտրոնային սիգարետները այստեղ համեմատաբար օգնում են, որտեղ վնասը նվազեցվում է, այսինքն այդ թույնավոր տոքսիկ նյութերը չեն մտնում թոք եւ չեն բերում տարբեր թոքսերտային խնդիրների, բայց ինչը վերաբերվում է կոնկրետ սեռական ոլորտին, մեզ այստեղ ավելի շատ նիկոտինն է հետաքրքիր, որը պարունակում են էլեկտրոնային սիգարետները եւ տեսեք նիկոտինը մենք գիտենք ամեն մի ծխած ծխախոտից հետո մենք ունենում ենք անոթային սպազմ 15-ից 30 րոպե, 15 րոպեից 30 րոպե եւ եթե պատկերացրեք մարդը ծխում է ամեն 20-30 րոպեն մեկ, այսինքն ինքը անընդհատ պահում է ամբողջ մազանոթները օրգանիզմի կծկանքի մեջ։ Դե բնականաբար ոնց կարող է արյան շրջանառություն լինի ծայրամասում նորմալ եւ դե այդպես տարիներով։ Հետո արդեն սկսվում են խնդիրները, արդեն լուրջ հիվանդությունները եւ այլ բնականաբար եւ սեռական ֆունկցիան այստեղ կտուժվի։ Երկրորդը ալկոհոլն է։ Շատ լավ խթանիչ է, տրամադրությունը բարձրացնում է, կարծես թե սեռական ցանկությունն էլ է սկզբից շատ բարձրանում, բայց հենց հասնում է հարցը գործին, այդտեղ արդեն չի կարողանում նորմալ եւ ակտիվ սեռական հարաբերություն ունենալ։ Ճիշտ է, որովհետեւ այստեղ դուք նշեցիք հենց սկզբից ձեր խոսքում, սկզբից ընդունում են, ոգևորվում են եւ խոսքը այստեղ կարճաժամկետ ազդեցության մասին է, բայց հետո արդեն երբ որ կենացները քաղցրանում են, արդեն բնականաբար պատկերը ավելի տխուր է լինում, որովհետև ալկոհոլի մեծ չափաբաժինը արդեն ամբողջապես արգելակում է սեռական ֆունկցիան եւ մենք պարտադիր իհարկե պետք է նշենք, որովհետև շատերն ասում են պարտադիր պետք է ալկոհոլը, որպեսզի խիզախությամբ ավելի լավ հարձակվեն անկողնում, հերոսություններ գործեն, բայց այդտեղ մեծ նշանակություն ունի թե նախ ինչ չափաբաժնի մասին ենք խոսում, իհարկե, որ խմիչքի մասին ենք խոսում եւ նաեւ մեր հայկական ավանդական էլի դուք նույնպես կհաստատեք ձեր պրակտիկայից սովորությունը հարաբերությունից առաջ ինչ կա չկա սեղանին ուղարկել ստամոքս մի կերպ այնտեղ տեղավորել, գլխին էլ լցնել գազավորված ըմպելիքներ, հետո թռնել անկողին ակնկալելով թե այնտեղ օրգազմային հրաշքներ են լինում, այնինչ ցավոք սրտի ձախողումներ են, այո։ Եվ տեսեք, շատ այսպես ճիշտ բնութագրեցիք այդ ֆենոտիպը հայ տղամարդու, որը փորձում է իրեն հերոս զգալ սեռական կյանքում մաչոյի սինդրոմով, այո, բայց ասեմ, որ իրականում հետազոտությունները փաստում են, որ շաբաթական 2 անգամ 1 գավաթ գինին միայն լավացնում է եւ ոչ միայն սեռական կյանքը եւ անոթների վիճակը եւ քանի որ այնտեղ կա հակաօքսիդանտ ռեսվերատրол եւ մենք ունենում ենք եւ սիրտանոթային համակարգի համար շատ լավ է որպես հակաօքսիդանտ եւ լավացնում է հանում է սպազմ անոթների ինչու՞ չէ հանում է նաեւ ավելնորդ տագնապային կամ ստրեսային վիճակը հա լիցքաթափում է մի քիչ բայց տեսեք շատ կարեւոր է 3 գավաթ տղամարդկանց համար, 2 գավաթ կանանց հատուկ հետազոտություն է արված, այո, հատուկ հետազոտություն եւ ալկոհոլ պարունակող խմիչքի հետ միակ հետազոտությունն է, որ հավաստի հաստատված է եւ սա խոսքը գնում է հենց նորմալ օգտագործման։ Իհարկե ոչ ոք չի ասում, որ բնականաբար տարբեր միջոցառումներ են լինում մարդու կյանքում, ծնունդներ, քեֆեր, ուրախություններ եւ մարդը չպետք է ընդհանրապես ոչ մի կաթիլ օգտագործի։ Խոսքը իհարկե իսպար դրա մասին չէ, խոսքը չարաշահման մասին է եւ ասենք, որ այդ չարաշահում
զբաղվում եմ 1 օր չի տևում։ Մի քանի օր իրար հետևից տևական ժամանակ իրան կարողան օգտագործում են եւ իսպառ նվազում է սեռական ֆունկցիան, ինչու նաեւ սերն արտադրության վրա է ազդում, գալիս ենք արդեն երկրորդային անպտղության եւ այլ այդպիսի բարձր խնդիրներ։ Հարգելի հետևորդներ, ինչպես նշեց Տիկին Մանուկյանը, ամենի չափի մեջ է գեղեցիկ։ Խմելը նույնպես։ Եվ եթե ուզում եք, որ ձեր սեռական առողջությունը միշտ լինի լավ մակարդակի, խմելու հարցում նույնպես իհարկե պետք է ուշադիր լինեք, հասկանաք, որ աշխարհի վերջը չէ, առավել եւս եթե գիշերը ունեք պլանավորած հետաքրքիր ժամանց, այդ հարցում եւս պիտի լինեք զգոն եւ պահպանեք չափի զգացումը, ամենագեղեցիկ զգացումը։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի խմիչքը չվնասի, ապա իհարկե նախընտրելի է օգտագործել, ինչպես մասնագետը նշեց, գինի, նույնպես չափի մեջ։ Տիկին Մանուկյան, խոսելով վնասակար սովորությունների մասին չեմ կարող իհարկե չնշել այն վնասակար սովորությունները, որոնց մասին շատերը մոռանում են, բայց իրենք էլ են վնասակար։ Այո։ Օրինակ, քունը, սակավաշարժ կենսակերպը, մենք հիմնականում երբ որ ասում ենք վնասակար սովորություն, միանգամից հիշում ենք ծխելը, խմելը, բայց պակաս վնասակար չեն նաև քունը, սակավ շարժունակությունը, գերսնուցումը, սնուցման խանգարումները։ Բացի դրանից ես վերջում անպայման կանդրադառնամ ոչ չափավորված մեր աշխատանքը, երբ որ մենք հանգիստն ու չենք կարող տարանջատել, այո, այդ գրաֆիկը խախտվում է եւ մենք գիտենք, որ մենք խառնում ենք աշխատանքային ժամերը հանգստի ժամերի հետ, շատ հաճախ բերում ենք աշխատանքը տուն։ Հիմա ինձ լսող բժիշկները անպայման կփաստեն, որ ինչպես հիվանդության պատմագրերը բերում են, մի մասն էլ տունն են լրացնում, կամ անկետաները, կամ եւ այլ, կամ հենց մտնում ես տուն, սկսում են զանգերը, դու շարունակում ես աշխատել, ուտելով եւ ես եւ դուք այդ օրակարգում եք աշխատում։ Այո, նույն օրակարգով եւ այսինքն բժիշկը Հայաստանում հասանելի է 24 ժամ եւ դա նորմալ է եւ ոչ ոք չի պատկերացնում, որ բժիշկը հանկարծ չպատասխանեց, ոնց թե, բայց ոչ ոք չի պատկերացնում, որ բժիշկն է մարդ եւ կարող է ունենալ հանգիստ եւ ընտանիք եւ վերջապես այդ ընտանիքն էլ, այո, այսինքն մենք պետք է կարողանանք տարանջատել։ Այսա շատ մի հատ կարեւոր սահման է, որ պետք է կարողանանք պահել։ Այ աշխատանքը ավարտվեց, ես եկա տուն, ես արդեն հասանելի չեմ, բայց մյուս կողմից էլ ես պատկերացնում եմ, բա որ իմ հիվանդին շատ պետք է մեր պահին ես ինչ անել։ Հա, մեզ տանջում է, դա նորից մեր գիտեք հայկական տեսանկյունն է։ Ես երբ որ խոսում եմ իմ արտերկրյա գործընկերների հետ, նրանք նման խնդիր չունեն։ Աշխատանքը վերջացավ, 5 րոպե առաջ արդեն իրանք անհասանելի են։ Այսինքն իրանք մտածում են, որ իրանց կյանքը, բա իմ կյանքը, իմ մասինով պետք է մտածի, իրանք միշտ ինձ այդպես հարցնում են։ Ինչ վերաբերվում էր քնի մասին, շատ լավ հարց տվեցինք, մենք չեն կարողանում ճիշտ քնել, այ ես շատ ուզում եմ այս մասին խոսել, տեսեք, իհարկե քունը միջին պետք է լինի 8 ժամ, բայց օրինակ նույն տարեցները կարող են քնել մի քիչ ավելի քիչ եւ դա թույլատրելի է, օրինակ 6-ից 7 ժամ, բայց տեսեք, քունը պետք է հանգիստ բերի։ Հիմա ոնց անենք, որ այդ քունը մարդ կարող է քնի 10 ժամ, բայց այդ հանգստացած չարթնանա։ Այսինքն մենք պետք է լսենք մեր օրգանիզմի բիոռիթմերին։ Մենք գիտենք, որ մեր սիրելի հորմոնը, քնի հորմոնը, մելատոնինը սկսում է արտադրվել ժամը 9-ից։ Ժամը 12-ից արդեն սկսում է խթանվել իր արտադրությունը եւ հասնում է պիկի ժամը 3-ին գիշերը։ Եթե մենք նստել ենք հեռուստացույցի առաջ կամ համակարգչի առաջ մինչեւ ժամը 3-ը 3-ին նոր պատրաստվում ենք քնել, էլ պետք չի քնել, որովհետեւ այդ քունը արդեն հանգիստ չի բերելու, որտեւ այդ 3-ից հետո հորմոնը սկսում է նվազել եւ մինչեւ 5-ը արդեն համարյա ավարտվում է։ Եվ այն մարդիկ, երբ որ քնում են 11-ին եւ արթնանում են, օրինակ, շատ վաղ արթնացողներ ունենք, չէ՞, ժամը 5-ին 6-ին, օքեյ, այդ մարդիկ շատ այսպես հանգստացած, առույգ են եւ շատ լավ աշխատունակություն ունեն, շատ արդյունավետ է իրանց մտավոր եւ ֆիզիկական աշխատանքը։ Բայց եթե այդ նույն մարդը քնել է ժամը 2-ին կամ 3-ին եւ
եւս 8 ժամ քնել է, այդ իրանք արտանում են ջարդված, հոգնած, անպայման զարգերակային գերճնշման տատանում են ունենում, անգամ եթե շատ բարձր չէ, բայց անպայման մի քիչ բարձրացած է լինում եւ բնականաբար ամբողջ օրը կորցրած օր է, որովհետեւ չեն կարողանում այդ նույն արդյունավետությամբ այդ օրը աշխատեն, առավել եւս երեկոյան խոսել սեքսի մասին, ընդհանրապես, որտեվ իրանք արդեն քնկոտ են լինում ամբողջ օրը։ Հերթը դրան չի հասնում, ամբողջ օրը քնկոտ են լինում, թույլ են լինում, այսպես անհավես եւ երեկոյան բնականաբար էլ սեքսի մասին չի խոսք։ Այսինքն մենք պետք է ճիշտ քնենք։ Ճիշտ քնենք 11-ից հետո մարդը պետք է լինի քնած։ Եվ եթե վաղ էլ արթնանում է, ոչինչ, եթե գիշերը հատկապես 1 կամ 2 անգամ արթնանում են, էլի ոչինչ, բայց քունը պետք է շարունակվի։ Շատերը նույնիսկ նշում են այդ դեպքում արդեն նույնիսկ ագրեսիա։ Այո։ Որ նշում են, որ դա նկատել են հատկապես այն ժամանակվանից, երբ որ արդեն խախտվել է քնի հիգիենան, արթնանում են արդեն հոգնած, դյուրագրգիռ եւ կորցնում են արդեն իրենց առույգությունը, ու շատերը նաեւ նշում են, որ երկար ժամանակ արդեն այդ գրաֆիկով հատկապես քնի խախտված գրաֆիկով պայմանավորված նաև կորցրել են հետաքրքրությունը սեռական ոլորտի նկատմամբ ու ինչ են բարձել նաև հետազոտությունները միջազգային, ինչպես նաև մեր դիտարկումները, որ նման պացիենտների մոտ թեկուզ եւ երիտասարդ տարիքի եթե վերցնենք, ցածր է տեստոստերոնը։ Այո։ Արյան մեջ։ Ցածր է տեստոստերոնը, բարձր են տագնապային հորմոնները, այդ նաև կորտիզոլը, պրոլակտինը եւ բավական է նույնիսկ մինչև բուժումը սկսել կարգավորել քունը եւ սեռական ֆունկցիան եւ մյուս նաև բարդությունները աստիճանաբար վերանում են։ Այո։ Եվ ես պատկերացնում եմ մի sense շատ գեղեցիկ պատկեր, երբ որ մարդիկ ժամը 9-ից երեկոյան արդեն մտերիմ նստած հեռուստացույցի մոտ, սեռական ցանկությունը սկսվում է այդ ժամանակ, երբ որ արդեն ժամը 10-ին գնում են պարկելու եւ ժամը 11-ից հետո արդեն քնած են եւ բնականաբար եւ ունենում են սեռական հարաբերություն եւ շատ ջերմ ավարտվում է եւ առավոտյան շատ արթնանում են շատ հանգստացած, բավարարված եւ հոգեպես եւ մտավոր եւ լավ տրամադրությամբ եւ սեռականապես բավարարված եւ շատ կարեւոր է այս մոդելը կիրառել, ոչ թե մնալ արթուն, աշխատել մինչեւ վերջի պահը, հետո վազել անկողին ու տեսնել ոչինչ չի ստացվում ու հետո էլ չկարողանալ քնել, միատել դրանից, որ չստացվեց, պատկերացնում եք, այո, դա էլ է անքնության պատճառ, ու այսպես ստացվում է փակ ուղի եւ այդպես ապրել անընդհատ, հետո մինչեւ որ կլինեն ավելի լուրջ խնդիրներ։ Ինչպես արդեն հասկացանք, վնասակար սովորությունները ունեն իրենց հետևանքները եւ ազդում են ընդհանուր առողջության եւ մասնավորապես սեռական առողջության վրա, հանգեցնելով տարբեր տեսակի սեռական խանգարումների։ Տուժում է տղամարդու սեռական առողջությունը եւ դրանցից մեկը իհարկե, որը անմիջապես տղամարդը զգում է պոտենցիայի խանգարումն է։ Բուժման ժամանակ իհարկե պետք է հաշվի առնել բոլոր գործոնները եւ պայքարել բոլոր վնասակար գործոնների դեմ, որպեսզի սեռական առողջությունը հնարավոր լինի վերականգնել ամբողջապես։ Այդ հարցում մեզ օգնության կարող է հասնել Bonfarm ընկերության Megapotenzin Long բուսական հավելումը։ Megapotenzin Long-ը ունի առանձնահատկություն, հարուստ է միներալներով եւ վիտամիններով, որոնք նույնիսկ տուփի մեջ առանձնացված են եւ ընդունման ժամանակ պացիենտը դրանք ընդունում է առանձին։ Սա շատ լավ հնարավորություն է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են օգտագործել քիմիական խթանիչներ։ Megapotenzin Long-ը իր դրական ազդեցությունը ցուցաբերում է բուժման հենց սկզբնական իսկ ժամանակահատվածում, ինչը բավականին արդյունավետ է հատկապես այն տղամարդկանց համար, ովքեր ուզում են շուտ զգալ բուժման արդյունավետությունը։ Տիկին Մանուկյան, խոսենք եւս մի կարևոր վնասակար սովորության մասին, որը ցավոք դարձել է մեր անբաժանելի ընկերը։ Դա մենք նկատում ենք ամենուր։ Սակավաշարժ կենսակերպ, իր բոլոր հետևանքներով, ազդեցություններով, այդ թվում նաեւ սեռականի վրա։ Այո։ Եվ դրան էլ գումարված նաեւ գերսնուցումը։ Այո։
նստած ու հա անընդհատ ինչ որ վնասակար եւ տեսեք այս երկուսն էլ պետք է ճիշտ բաշխվի եւ այսինքն եթե մարդը երկարատև նստակյաց կյանք է վարում այսինքն աշխատանքը այդպիսին է ուրիշ տարբերակ չունի ուրեմն կես ժամը մեկ պետք է վեր կանա անի որը 5-10 րոպե վարժություններ, շարժումներ, ակտիվացնի մկանները, ակտիվացնի այրան շրջանառությունը, ինչու՞ չէ նաև տեսողական աշխատանք, եթե հատկապես համակարգչի առաջ է նստած, որպեսզի կարողանա վերացնել այդ վնասը, այո, նվազեցնել գոնե այդ վնասը, այսինքն չի կարելի երկարատև նստակյաց մնալ, տեսեք, ցանկացած 10-45 րոպե է, չէ՞, դա պատահական չի, դա հատուկ մտածված է, այսինքն 10 րոպե ընդմիջում գոնե մեջտեղը, ճիշտ է, այսինքն մարդը պետք է հասկանա, որ 10 կես ժամից հետո սկսում են հոգնել մարդու մարմինը, մկանները, ամեն ինչ ուղեղը, այդ պետք է մի հատ թարմանալ, թե ֆիզիկապես թարմանալ, թե մտավոր թարմանալ։ Ահա, դա մեկ, այսինքն մենք դա պետք է, երկրորդը, բացի դա, աշխատանքից էլ դուրս մենք նորից նստակյաց ենք, մենք անընդհատ մեքենայով ենք, մենք չենք քայլում, իսկ եթե մարդը քայլի 4 կիլոմետր օրական, դա բավականին լուրջ ֆիզիկական ակտիվություն է եւ կան հետազոտություններ, որ 4 կիլոմետր եւ ավել քայլող մարդիկ նվազեցնում են իրենց սիրտ-անոթային պատահարները, լավացնում են ծայրամասային այրան շրջանառությունը, այսինքն եթե դա էլ մենք կարողանանք կիրառել, իսկ մենք անպայման տեղափոխարժվում ենք մեքենայով, ասեմ ավելին, շատ ենք ժամանակ ծախսում, որովհետև մենք գիտենք ինչքան շատ են խցանումները հիմա, հատկապես ցերեկային ժամերին, եթե մենք առաջ զարմանում ենք Ռուսաստանի խցանումներին, մերը չի զիջում, հիմա շատ են խցանումները եւ այդ նույն ժամանակը, որ պետք է ոտքով հասնենք, նույն ժամանակն էլ մեքենայով ենք հասնում, ավելի լավ է այս դեպքում ոտքով քայլել։ Ես կարծում եմ, իհարկե խոսքը շատ մեծ հեռավորությունների մասին չի, բայց այն ինչ որ հնարավոր է, որ մենք կարողանանք ոտքով քայլենք, պետք է քայլենք պարտադիր։ Բացարձակ կանոնակարգված չի մեր սննդային ռեժիմը, հա։ Մենք ամբողջ օրը մնում ենք սոված, փորձում ենք սուրճով պահել մեր մտավոր կամ ակտիվությունը եւ երեկոյան արդեն ճաշում ենք 3 անգամվա ճաշելու պորցիան 3 անգամվա ուտելու պորցիան մեկ անգամից միանգամից զավթում ենք այդպես ճիշտ չի կարելի հիմա դա եւ հետո փաստորեն փորձում ենք արդեն դա երեկոն է եւ դրանից հետո պետք է ունենանք սեռական հարաբերություն առաջինը մենք գիտենք որ ստամոքսի շուրջ արյունալեցվում է եւ բնականաբար ուղեղ սնուցումը նվազում է եթե այդ մեծ պորցիան կա դառնում ենք քնկոտ բնականաբար ու միանգամից հենց դիվանի վրա նստած բազմոցի հեռուստացույց նայելուց քնում ենք ու տենց էլ սեռական կյանքը մնում է ստվերում, հա, եթե հոգատար կին ունենք, ուրեմն մի հատ մեր վրա գոնե ծածկում է, եթե չէ, այդպես էլ մնում ենք գնաց խռովում է, որովհետև ինքը չգնաց ննջարան, այո։ Սա շատ այսպես մոդել է, էլի տղամարդու, հայ տղամարդու շատ տարածված է։ Ես հիմա խոսում եմ առօրյա այսպես պարզ եմ ներկայացնում, բայց սա մեր առօրյա կյանքն է, որ անընդհատ շրջապատում մենք տեսնում ենք։ Որով եւ դիմում են մեզ։ Եվ դիմում են մեզ, եւ մենք սա պետքա փորձենք այս փոխել, էլի այդ սովորույթները պետք է կարծրատիպերը անառողջ մոդելը պետք է վերացնենք։ Հիմա 21-րդ դարում ենք։ Հիմա տղամարդը պետք է ունենա բարձր ֆիզիկական ակտիվություն, պետք է ճիշտ բաշխի իր առօրյան, պետք է ճիշտ իր սննդակարգը, եւ մենք եւս մեկ անգամ խոսել ենք ուտում են ամեն ինչ որ կպատահի ցերեկը, ինչ որ որտեղ կպատահի, հա, այդպես ֆաստ ֆուդներ եւ այլ, որոնք անառողջ սնունդ են բնականաբար արդեն վնասակար սնունդ է, այո։ Եվ իհարկե այստեղ չեմ կարող չնշել հատկապես սակավաշարժ կենսակերպի կամ նստակյաց կենսակերպի վնասակար ազդեցությունը սեռական համակարգի վրա, թե կանանց թե տղամարդկանց պարագայում, իհարկե տղամարդիկ ավելի շատ են հարվածի տակ, ինչու որովհետև սեռական օրգանները չեն սիրում ընդհանրապես սակավաշարժություն, իսկ հաշվի առնելով մեր պացիենտների առօրյան ամբողջ օրը հիմնականում նստած եւ որպես կանոն այդ սակավաշարժ կենսակերպը շատ ժամանակ բերում է սեռական օրգաններում տարբեր տեսակի կանգային բորբոքումների, շագանակագեղձի բորբոքման
եւ որտեղ կա կանգ, այնտեղ կա բորբոք։ Իհարկե, եւ ժամանակի ընթացքում դա էլ հանգեցնում է սեռական տարբեր տեսակի խանգարումների եւ պոտենցիայի խանգարման կարող է հանգեցնել եւ ակտի տևողությունը կարող է դուրժել, երբ սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշները կարող են նվազել, այսինքն մենք պիտի հասկանանք, որ նույն այդ կոմֆորտ զոնան շատերի համար դա կոչ, երբ որ խոսում ես, ասում ես, բայց այսպես հարմար է։ Այդ կոմֆորտ զոնան պետք է առողջ լինի, ինչպես որ ափսեն պիտի առողջ լինի մարդու սնունդի։ Նույնը կոմֆորտ զոնան, երբ որ կոմֆորտ զոնան արդեն կլանում է ամբողջ օրը մարդու սնունդը, աշխատանքը, հանգիստ ամեն ինչ, ինքը դառնում է արդեն վնասակար։ Դե Լամարա, մեզ հիմա դիտում են, բնականաբար լսում են քննարկումները, խորհուրդները, ինչ պարզ խորհուրդներ կտակ մեր հետևորդներին, ովքեր որ օրինակ հաղորդումը դիտելուց հետո մտածում են ինչից սկսել, ոնց հրաժարվել վատ սովորություններից։ Ես հիմա ուզում եմ պարզ խորհուրդներ տալ եւ ուզում եմ, որ այդ խորհուրդները տեղ հասնեն եւ իրոք եթե մեր հեռուստադիտողներից, տեսնողներից գոնե որոշ մասը կարողանա այսօր լսելով հրաժարվի վնասակար սովորույթներից, ուրեմն մեր աշխատանքը զուր չէր։ Առաջինը պետք է թողնել ծխելը։ Իսպար պետք է թողնել ծխելը, պետք է հրաժարվել սովորույթից։ Երկրորդը ալկոհոլի չարաշահումը։ Պետք է չչարաշահել։ Մենք արդեն ասացինք, թե որ չափաբաժինները եւ որ խմիչքի տեսակն է ցանկալի, իհարկե խոսքս նաեւ գնում էր կարմիր գինու մասին, որտեղ այդ իմ ասած հակաօքսիդանտը գտնվում է հենց կարմիր գինու բաղադրության մեջ, այո։ Երրորդը իհարկե ֆիզիկական ակտիվությունը, ես արդեն ասացի, որ գտնենք ժամանակ քայլենք, եթե չենք կարողանում հաճախել մարզասրահներ, քայլենք։ Մենք կամ ունենանք շաբաթական 150 րոպե ֆիզիկական ակտիվություն, որպեսզի մենք կարողանանք նվազեցնել սիրտանոթային պատահարները եւ լավացնենք մեր սեռական ֆունկցիան, սեռական կյանքը եւ սեռական ֆունկցիան։ Երրորդը սնունդը, ես անպայման ուզում եմ ասել, որ մենք պետք է չափավորենք մեր սնունդը, օգտվենք ձեր նշած առողջ ափսեից, բնականաբար չի կարելի գեր սնվել, այդ անպայման մենք պետք է ունենանք այդ չափը, որ կանգնենք։ Եթե անգամ ամբողջ օրը չենք կերել, միևնույն ամբողջ օրվա պակասը չլրացնել մեկ ընդունման մեջ։ Եվ բնականաբար կարգավորենք մեր ջուրը, մենք պետք է ջուր խմենք, անպայման պարտադիր պետք է ջուր խմենք մինչև 2 լիտր, 1.5-ից 2 լիտր, անպայման պետք է օգտագործենք սպիտակուցային սնունդ, սա շատ կարևոր է, եթե մենք օգտագործենք սպիտակուցային սնունդ, նա մեխանիկորեն կփոխարինենք ածխաջրերը, որոնք վնասակար են, հատկապես պարզ ածխաջրերը, պետք է փոխարինել բարդ ածխաջրերով, հիմա այս բարդ նախադասությունը բացեմ, պարզ ածխաջրերը դրանք բոլոր խմորից սարքված բաներն են, մակարհայո, մակարոնեղենը, հրուշակեղենը, հացը եւ այլ, եւ անցնել բարդ ածխաջրերի, դրանք բանջարեղեններն են, մրգերն են եւ այլ։ Դա մեկ շատ կարևոր է, սպիտակուցային սնունդը շատ կարևոր է, իդեպ հատկապես մեծահասակները 50-ից բարձր պետք է 1 կիլոգրամ իրենց քաշին, 1 գրամ կիլոգրամ քաշին սպիտակուց ուտեն, միս, օրինակ պետք է հաշվարկեն իրենց, եթե օրինակ 70 կիլո է, 70 գրամ օրական գոնե միս պետք է ուտեն, անպայման ասեմ, որ կենդանական եւ բուսական սպիտակուցների հարաբերակցությունը պետք է լինի 1:1-ի։ Բնականաբար նաև անպայման պետք է սահմանափակել աղը եւ շաքարը եւ մենք գիտենք, որ մեր ԱՀԿ-ի ցուցումներով մինչեւ 5 գրամ աղ եւ մինչեւ 25 գրամ շաքար, այսինքն 6 թեյի քթալ, մենք սովոր ենք շատ, ինչպես ասում են, սպիտակ մահ, չէ՞ շաքարին։ Հա, մենք պետք է սահմանափակենք իհարկե շաքարի օգտագործումը եւ աղի օգտագործումը, իսկ եթե արդեն ունենք սիրտանոթային հիվանդություն, ուրեմն մեր աղը պետք է լինի մինչեւ 2 գրամ։ Այս շատ կարեւոր է սահմանափակենք եւ իհարկե զերծ մնանք ստրեսներից եւ բարձրացնենք մեր ստրեսակայունությունը
սովորությունը մեր ճիշտ ապրելակերպով, ակտիվ ապրելակերպով բարձրացնենք ստրեսակայությունը։ Դա շատ կարևոր է, որ մենք կարող ենք կառավարել մեր առօրյա ստրեսը եւ դա չի անդրադառնա մեր սեռական կյանքի վրա, բոլորը լինեն առողջ, երջանիկ, հագեցած կյանքով ապրեն։ Եվ իհարկե ձեր թվարկածին կուզենայի ավելացնել, որ ստրեսակայունության հարցում եւս սնունդը մեծ նշանակություն ունի, որովհետեւ սննդի տեսակից, որակից կախված օրգանիզմի դիմադրողականությունը, այդ թվում ստրեսային դիմադրողականությունը կարող է կամ թուլանալ կամ հակառակը ուժեղանալ, որտեղ ինչպես գիտենք կա եւ նպաստող սնունդ եւ վնասող սնունդ։ Նույնը նաեւ սեռականի հարցում իհարկե պետք է օգտագործել իհարկե այն սննդատեսակը, որը խթանում է սեռական ֆունկցիան եւ հակառակը չօգտագործել վնասակար սննդատեսակները, դրանք մեզ բոլորիս ծանոթ եւ ցավոք սրտի մեր առօրյա մեծ տեղ գտած ֆաստ ֆուդն է, արագ սնունդը, գազավորված քաղցր ըմպելիքները, որոնք շատ հաճախ մենք նկատում ենք, որ շատերի առօրյայի մասն են կազմում եւ քաղցրավենիքները, իհարկե, այդ ամեն ինչից պետք է հնարավորինս զերծ մնալ։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց էր։ Շնորհակալ եմ Տիկին Մանուկյան նման հետաքրքիր բովանդակալից քննարկման համար։ Ես առավել քան համոզված եմ հաղորդումը դիտելուց հետո շատ շատերը կմտածեն եւ իսկապես կսկսեն աստիճանաբար հրաժարվել վնասակար սովորություններից։ Կվերանային իրենց կյանքը։ Իհարկե։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվ լինելու եւ մեզ հարցեր հղելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ հարցը։ Բարև ձեզ։ Շուտով կլինեմ 34 տարեկան տղամարդ։ Ավելորդ հարցեր չառաջանալու համար տեղեկացնեմ, որ կողմնորոշումս առողջ է։ Կնոջ հանդեպ սեռական կողմնորոշումս։ Եվ երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել։ Եղել են աղջիկներ, որոնց հետ գուրգուրանքներ եւ շոյանքներ եղել են, բայց սեքսի չի հասել։ Պատճառներ կամ չգիտեմ, պատճառ է դա թե ոչ։ Հիմա դրա մասին չեմ ուզի խոսել։ Մեկը եւս կա։ Դա զզվանքն է եղել կնոջից։ Նախ որ ուրիշի հետ է եղել, դե կույսի հետ հարաբերվել քիչ հնարավոր է, երբ քո կինը չի։ Նորմալ է ամուսնանալ, որի շեմին եմ։ Այդ կարգավիճակով երբեք սեռական հարաբերություն չունեցած։ Որպեսզի պատասխանս լինի ամբողջական, ձեր հարցը ես կբաժանեմ մի քանի մասերի եւ յուրաքանչյուր մասին կպատասխանեմ առանձին, վերջում դրանով իսկ կստանանք ամբողջական պատասխանը։ Նախ, առաջին հերթին կուզենամ նշել, որ սեռական կյանքի բացակայությունը ունի նախ իր պատճառները եւ սեռական կյանքի բացակայության, այսինքն փորձ չունենալու հետևանքով շատ տղամարդիկ դժվարությամբ են ամուսնանում կամ ավելի ուշ են ամուսնանում։ Պատճառները այստեղ տարբեր են։ Շատ տղամարդիկ սեռական հարաբերության փորձ չեն ունենում, օրինակ, երբ սեռական դաստիարակության առանձնահատկություններից ելնելով խուսափում են սեռական հարաբերություններից։ Սեռական դաստիարակության սխալները բավականին շատ են։ Երբեմն ծնողները չեն էլ գիտակցում, որ իրենց դաստիարակության ընթացքում թույլ են տալիս կոպտագույն սխալներ, որոնք կարող են հանգեցնել մանկական տրավմաների, իսկ այդ տրավմաներն էլ ժամանակի ընթացքում կարծես թե արգելակում են սեռականությունը։ Կանանց մոտ այդ արգելակված սեռականությունը մի դրսևորում ունի, տղամարդկանց մոտ բոլորովին այլ։ Հարցատուի մոտ այս տարբերակներից հնարավոր է մեկը լինի եւ որպես մանկական տրավմայի հետևանք հենց առաջանում է արդեն նման ձևով, երբ տղամարդը խուսափում է սեռական հարաբերություններից։ Որպես օրինակ կարող եմ բերել, երբ հայրերը շատ դեպքերում դաստիարակում են երեխաներին անդադ ասելով, որ պետք է անպայման շփում ունենաս կույս աղջկա հետ, պետք է խուսափես այն աղջիկներից, ովքեր որ ունեն սեռական կյանքի փորձ, սեռական կյանքը շատ դեպքերում համարում են կեղտոտ ոլորտ, մասնավորապես մայրերը, երբ ներարկում են իրենց դստրերին եւ տղաներին, որ սեռականը կեղտոտ ոլորտ է եւ դրանից պետք է զերծ մնալ, եւ դա կարող են նույնիսկ անել ուշադրություն չդարձնելով, թե ինչ բառեր են օգտագործում, կամ մյուս դեպքերում, երբ ամուսնալուծված ընտանիք է կամ կոնֆլիկտային ընտանիք է եւ անընդհատ երեխան ներկա է լինում ծնողների կոնֆլիկտներին, երբ երկկողմանիորեն, երկկողմանի փոխհրաձգության պայմաններում մայրը
իր հերթին անզգուշ արտահայտությունները թույլ տալիս հոր հասցեին եւ հակառակը, իսկ այդ անզգուշ արտահայտությունները երբեմն կարող են նույնիսկ ուղեկցվել հայհոյանքներով, որը խիստ անթույլատրելի է։ Բոլոր այդ դեպքերում երեխայի մոտ առաջանում է մանկական տրավմա, որի արդյունքում, ինչպես արդեն ես նշեցի, տուժում է սեռականը, քանի որ այն ուղղակի արգելակվում է։ Առաջանում է վախ սեռականի նկատմամբ, որը հանգեցնում է նրան, որ պատանեկան տարիքում կարող է ուղեկցվել կամ արտահայտվել միայն ձեռնաշարժությամբ, ուրիշ ոչինչ, սեռականը որպես այդպեսին չի ակտիվանում եւ արդեն բանը հասնում է նրան, որ սկսում են խուսափել հարաբերություններից, մտածելով, որ կամ հարաբերությունները որպես այդպեսին կեղտոտ են, կամ իրենք կարող է որևէ խնդիր ձեռք բերեն։ Այս հարցին պատասխանելիս հիշեցի մեր կլինիկական դեպքերից մեկը, երբ տղամարդը արդեն 37-8 տարեկանում որոշել էր ամուսնանալ, բայց սեռական կյանքի փորձ չուներ, որովհետև նրան դաստիարակել էր մայրը առանց հոր եւ անընդհատ նրան ասում էր, որ կվարակվես, զգուշ կլինես, սեռական հարաբերության մեջ չմտնես, սեռական հարաբերությունների արդյունքում մարդիկ հիվանդանում են մահացու հիվանդություններով, անընդհատ վախացնում էր, որ կարող է վարակվես միավ ձիահով եւ այլն, եւ նա դարձել էր դրա զոհը, արդյունքում նրա մոտ առաջացել էին հակասեքսուալ մոտեցումներ, ընթացքում եղել են կարճաժամկետ հանդիպումներ եւ ոչ ավելին։ Հարգելի հարցատու, ինչ վերաբերում է ձեր դեպքին, ապա պետք է նշեմ, որ որպեսզի հասկանանք, թե ձեր պարագայում նշված գործոններից որն է կամ որոնք են դերակատարում ունեցել, հնարավոր կլինի միայն մասնագիտական խորհրդատվություն անցնելուց հետո։ Լսելով եւ կարդալով ձեր հարցը, ես կարող եմ եզրակացնել, որ դուք բավականին ուսումնասիրել եք խնդիրը, ծանոթ եք գրականությանը, ունակ եք վերլուծելու, որովհետև նշում եք արդեն գործոններ վերլուծական ճանապարհով, որոնք կարող է խնդիր են հանդիսացել կամ պատճառ են հանդիսացել տվյալ խնդրի համար։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ դուք բավականին գրագետ եք եւ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի ձեր խնդիրը ստանա ամբողջական լուծում։ Նման դեպքերում հիշեցի նաև մի գործոն եւս, որի մասին իհարկե պետք է նշեմ, դա մայրիշխանությունն է։ Այն բոլոր ընտանիքներում, որտեղ ցավոք սրտի անտեսված է հոր գործոնը, ինչ-ինչ պատճառներով այն բացակայում է եւ անառողջ մայրիշխանություն է, նույնպես նման հետևանքները որպես կանոն շատ են լինում։ Հետևաբար ես վստահ եմ, դուք իհարկե կհաղթահարեք խնդիրը, կդիմեք մասնագետի, խնդիրը լուծելի է։ Պետք է նշեմ նաև, որ քիչ չի հանդիպում մեր պրակտիկայում եւ մասնագետի հետ խորհրդակցելուց հետո հնարավորություն կլինի ամբողջական վերհանել պատկերը իր պատճառաբանական բոլոր կապերով եւ դրանք լուծել ու կարգավորել։ Բնականաբար ամուսնանալուց խուսափել բոլորովին պետք չէ։ Պարզապես պետք է նախապատրաստվել։ Մի պարզ պատճառով, որպեսզի հետագայում արդեն ամուսնական կյանքում խնդիրներ չառաջանան ձեր կնոջ հետ կապված։ Իսկ դրանք անխուսափելի են, եթե խնդիրները ժամանակին չլուծվեն։ Այս եւ այլ տեսակի խնդիրներ հաճախ են հանդիպում տղամարդկանց մոտ, որոնք չլուծելու պարագայում կարող են առաջացնել սեռական զանազան խանգարումներ, պոտենցիայի խանգարում, սեռական ցանկության խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում եւ այլն։ Եվ առիթն օգտագործելով ուզում եմ հիշեցնել, որ այս խնդիրները լուծելու հարցում կարող է օգնության հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը Դապոքսեցին եւ Տադաֆոր դեղամիջոցներով։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար, իսկ Տադաֆորտը սեռական թուլությունը բուժելու համար։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, Տադաֆորտը ունի մի կարևոր առավելություն՝ շատ արագ է ազդում, ինչը նշում են պացիենտները բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Տադաֆորտը լավացնում է սեռական օրգանների արյան շրջանառությունը, դրանով իսկ շատ արագ կարգավորելով սեռական պոտենցիան։ Մյուս պրեպարատը դապոքսեցինն է, որը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար, նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60, թե որը կնշանակի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։
Պետք է նշել, որ թե դապոքսեցինը, թե տադաֆորտը ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն։ Ժամանակի առումով նրանց ազդեցությունը բավականին տևական է։ Տադաֆորտի պարագայում ազդեցությունը պահպանվում է մինչև 36 ժամ, այսինքն տղամարդը կարող է հարաբերություն ունենալ 36 ժամվա ընթացքում կրկնակի կամ եռակի, եթե դրա ցանկությունը ունի։ Դապոքսեցինի ազդեցությունը նույնպես բավականին տևական է, ազդեցությունը պահպանվում է մինչև 48 ժամ, այսինքն դեղամիջոց օգտագործելու պարագայում սեռական ակտի տևողությունը երկարում է զգալիորեն, իսկ երկու դեղամիջոցների համատեղ օգտագործման դեպքում հնարավոր է շատ արագ լուծել տղամարդու սեռական խնդիրները եւ դրանով իսկ սեռական առողջությունը դարձնել ավելի ամուր։ Մի գիշերային զրույց էլ ավարտվեց, որը վստահ եմ օգտակար էր։ Գտեք մեզ ATV եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի, բայց գտնելուց զատ մի մոռացեք տարածել մեր տեսանյութերը։ Դա անչափ կարևոր է, դրանով դուք ավելի գրագետ եք դարձնում մեր հանրությանը եւ դրանում ոգևորում մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ դիտելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Կհանդիպենք հաջորդ գիշեր։